երբեք մուսուլմանական պետական կազմավորումների ղեկավարները դիվանագիտական գրագրության ժամանակ իրենց նույն տիտղոսներով չեն կարող բնորոշել անհավատների տիրակալներին։ Սա սկզբունքային հարց էր։ Գիշերը երազ տեսավ Օղուզ առաջնորդը, որ այս վանքը Մենաստանը գյավուրների պետք է գրավել, կործանել, գնաց, կործանեց, նրանց հոգևորականներին սպանեց, մորթեց եւ այլն, ջարդեց հայ թագավորի տիրակալի Տարոնի թագավորի աղջիկը Ախլաթի ներողություն, այսինքն խոսքը նույն մեր վասպուրական ասում այս հատվածի մասին է, ամուսնանում է, սիրահարվում է իսլամ իշխանավորի հետ, այն աշճանի վեհացած իսլամ են ընդունում եւ սկսում են ամուսնու հետ կոտորել, այսինքն ազգակիցներին, հավատակիցներին, նախկին հորն է սպանում ինքը։ Բարև ձեզ, այսօր Մակուշ պատմության հյուրներ Սամուել Ռամազյանը, ով բանաստեղծական գիտությունների թեկնածու է եւ Գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, ինչպես նաեւ Երևանի պետական համալսարանի արհեոլոգիական ֆակուլտետի թուրքագիտության դասախոս։ Մենք այսօր խոսել ենք թուրքական Դեդե Կորկուտ էպոսի մասին, փորձել ենք հասկանալ ինչ նշանակություն ունի այն համաթուրքական համատեքստում, ինչպես է ծագել, ինչպես է զարգացել, ինչպես է Ալթայի այդ միջավայրում ձևավորվելուց հետո տեղափոխվել դեպի հայկական լեռնաշխարհ եւ ինչ այսպես խորքային նաեւ գիտելիքներ է այն մեզ տալիս մեր հարևան ժողովուրդների մասին, չափազանց հետաքրքիր հաղորդում է ստացվել, անպայման դիտեք միջև վերջ եւ շատ խորելու եւ մտածելու տեղի կտա ձեզ։ Սամվել ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ հրավերս ընդունել եք։ Գիտեմ, որ շատ այսպես հանրային այս ելույթներին չեք մասնակցում, բայց ամեն դեպքում այսօր այնպեսի մի թեմա է, որ կարծում եմ ինքը եւ գիտական է եւ նաեւ իր մեջ որոշակիորեն այսպես քաղաքական կոմպոնենտ ունի, բայց մենք այսօր հիմնականում իհարկե գիտական թեմայի շուրջ մասին կխոսենք, թուրքական էպոսները, թուրքական էպոսները, ճիշտ է անվանել թուրքական էպոս, թե մի քիչ սխալ ձևակերպում եմ անում։ Շնորհակալություն հրավերքի համար, միանշանակ թուրքական էպոսները, որովհետև երբ որ այդ էպոսները ձևավորվում էին, չեն կարող ասել առանցին խոսել թուրքերի որպես ազգ կրթության մասին, որովհետև այն ժամանակ, ասենք եթե խոսում ենք առաջին հայտնի էպոսից, Դեդե Կորկուտ, օղուզական էպոս, այսպես կարելի է անվանել եւ այդպես էլ ճիշտ ասած ներգիտական շրջանակներում մինչեւ հիմա էլ անվանվում է օղուզական էպոս։ Եվ իհարկե համընդհանուր համաթուրքական էպոսներ են։ Այո։ Երկուսն էլ, եւ Դեդե Կորկուտը եւ Քյորօղլին, եւ իհարկե կան նաեւ այլ էպոսներ, այլ վիպական ստեղծագործություններ։ Դրանք հավասարապես կիսում են եւ այսօրվա թուրքերը, թուրքմենները, ադրբեջանցիները եւ ուրիշ այլ թուրքական ազգեր, թուրքական ժողովուրդներ, այնպես որ միանշանակ թուրքական։ Ձևավորման շրջանից սկսենք, որ ժամանակաշրջանում է, սկսենք Դեդե Կորկուտից, որ ժամանակաշրջանի ձևավորման մասն ենք մենք խոսում, որ դարերում է ինքը ձևավորվել։ Ճիշտ ասած, այնպես մի հարց է, որ մինչեւ հիմա գայթակղության քար է հենց բուն թուրքական ժողովուրդների համար, որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ ինքը ձգտում է այսինքն ապացուցել իր հնությունը։ Վերցնենք օրինակ Մանաս էպոսը, եթե միտեղ նշվում է 1000-ամյակը, մի ուրիշ տեղ անպայման նշվում են 1200-ը, նույնը Դեդե Կորկուտը, կա որոշակի մրցակցություն, որը դեռևս սովետական միության օրոք եղել է, ասել որ հիմա չի շարունակվում, ոչ, այժմ էլ ցավոք սրտի շարունակվում է, առաջին էպոս Դեդե Կորկուտ 12 գլխից է բաղկացած կամ Օղուզնամեից, այստեղ խնդրում եմ չփոթենք հայտնի Օղուզնամե անունով մյուս վիպական ստեղծագործությունների հետ, գլուխները ուղղակի կոչվում են Օղուզնամե։
4 գլուխը միանշանակ ստեղծվել են Կենտրոնական Ասիայում, այսինքն հենց բուն իրենց նախահայրենիքում, թուրքական նախահայրենիքում ավելի հեռուները չգնանք ուղղակի, եւ իհարկե դեպքերը եւ բուն տեղանվանաբանությունը ապացուցում են, որ այո, ստեղծման ձևավորման տարածքը եղել է Կենտրոնական Ասիայում, Սիրդարիա, Ամուդարիա, գետերի ավազանում։ 4 գլխից հետո գործողությունները էպոսի տեղափոխվում են հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա, քանի որ օղուզները արդեն իրենք էին տեղափոխվում։ Օղուզական հեղեղը, այսպես ասենք, արդեն եկավ Կենտրոնական Ասիայից դեպի հայկական լեռնաշխարհ։ 4-րդ գլխից հետո բոլոր գործողությունները տեղի են ունենում հայկական լեռնաշխարհում եւ ընդհանրապես Փոքր Ասիայում։ Եվ իհարկե մենք կարող ենք առաջին 4 գլուխների համար միանշանակ ասել, որ այո, ունի բավական վաղնջական արխայիկ շերտեր։ Իհարկե այնպես չէ, որ մինչև 11-րդ դարը օղուզների արշավանքը դեպի Փոքր Ասիա գործողությունները միայն դրանք են արտացոլված։ Ոչ, ավելի հնագույն արխայիկ շերտեր կան օղուզների մինչ իսլամական շրջանից, բավական այդպես տարրեր կան, խիզր, չիլթեններ, էրեններ եւ այլն, սա արդեն իրենց առասպելաբանությունն է, բայց իհարկե հիմնվել զուտ առասպելաբանական տարրերի առկայության վրա եւ փորձել որևէ թվագրում իրականացնել ճիշտ չի, որովհետեւ կներեք բանահյուսությունը պատմական ձևով թվագրելը ճիշտ չի։ Այսինքն իր կանոններ ունի, իր այսպես արկածման տրամաբանություն ունի բանահյուսությունը, եւ դրա համար պատմական գործիքները շատ դեպքերում չեն հերիքում։ Այսինքն կարող ենք ասենք մոտավորապես 13-րդ դարում ինքը սկսում է ձևավորվել, բայց շարունակվում է դարերով, այսինքն ուշ ասենք հաջորդ գլուխները կամ օղուզնամեները իրենք ավելի ուշ շրջանում են ստեղծվում եւ ոնց որ այսպես համակցվում են նախկինում գոյություն ունեցող էպոսին, ճիշտ եմ պատկերացնում։ Դա քանի որ թուրքական էպոսների լավագույն ուսումնասիրությունները գերմանական պրուսական դպրոցն է եւ գերմանական դպրոցի ըստ էության շարունակություն հանդիսացող ռուսական արևելագիտական դպրոցը, եկեք որպես ելակետ ընդունենք այդ ակադեմիական կարծիքները եւ գնահատականները։ Ըստ այդ տարածված ուրեմն կարծիքների եւ գնահատականների սկզբում Դեդո Կորկուտի օղուզնամեները ստեղծվել են հերուսական երգերի ձևով, բոյ, այսպես են ասում, եւ հետո արդեն դրանք վերածվել են այն ինչ որ այսօր ունենք։ 10-րդ դարն է նշվում, բայց ավելի ստերեոտիպին իրականության մոտ է 11-րդ դար, երբ որ արդեն օղուզները եւ օղուզական ցեղերից մեկը սելջուկները արդեն ներխուժեցին հայկական լեռնաշխարհ, Փոքր Ասիա, սա ավելի իրական է եւ զանգվածային, այսինքն հեղեղեր, կարող ենք օգտագործել այսպես հիմիկվա բառերով ասենք միգրացիա։ Միգուցե միգրացիա խոսքը շատ մեծ զանգվածի մասին էր, ամբողջական պետություններ կործանվում էին։ Իրանը պետականությունը շատ քիչ է կորցրել, դրա համար իրանցիները անկախության օր չունեն մեր նման։ Շատ քիչ է եղել իրենց մոտ նման բան, չինացիները անկախության օր չունեն, բայց եկեք տեսեք, որ հաղթահարեցին այդ հին քաղաքակրթությունները, հին պետությունները, Իրանի մեծ մասը գրավեցին, Խորասանը, Իրաքը եւ Փոքր Ասիա ներխուժումից առաջ արդեն Հայաստանը, Բագրատունյանց Հայաստանը ինքը մանր թագավորություններ էր բաժանված, Անի, Վասպուրական, Զորագետ, արդեն եղավ Անի գրավումը 1064 թվական։ Եվ Մանասկերտի ճակատամարտ, որի ժամանակ Բյուզանդիայինը հաղթում են, ամբողջ տարածաշրջանը իր ազդեցության տակ են գցում։ Դուք ասացիք, որ այդպես բան են։ Փաստորեն դյուցազնա երկեր են կարելի ասել, այսպես հերոսների պատումներ, հերոսների, չգիտեմ, գործերը փառաբանող, եթե փորձենք կարճ այսպես բովանդակություն ներկայացնենք, բարձր որ հնարավոր չի էս շատ կարճ ներկայացնել, բայց ինչպես կարող եք
պատմենք էլի, որ մեր ընթերցողները լսողները փորձեն հասկանալ ինչի մասին է խոսքը։ 12 գլուխները ասացինք, դրանք կոչվում են փաստորեն օղուզնամը, առաջին օղուզնամը, երկրորդ օղուզնամը կամ երգ։ Առաջինը երգ Բողատ ջանի մասին, Դերսեխանի որդու մասին, սկսում է սրանով։ Գալիս է, ինչպես կողոպտվեց Սալոր Կազանի տունը, էլի իրենց, ասենք, հերոսներն են, իրենց օղուզական առաջնորդների մասին է։ Երրորդը, որ շատ ավելի տարածված է, Բամսե Բեյրեքի մասին է, ըստերովին ամենահայտնի տարածված կերպարներից է Դեդե Կորկուտի, որ հետագայում հեքիաթների այլ առասպելների մեջ առանձին է հանդիպում, ինչպես ասենք մեր Սասնա ծռերի մեջ կան Սասնա ծռերի հեքիաթներ, մենք չենք կարող ասել, որ դրանք պատումներ են։ Կա պա, երբ որ արդեն, ասենք, առասպելը հեքիաթացվում է։ Բամսե Բեյրեկը այդ օրինակներից մեկն է։ Կազանբեկ 5-րդը Ծուր Դոմրուլի մասին, կամ Դելի Դոմրուլի մասին, ընթացքում կանդրադառնանք անշուշտ մեր ծառերի հետ։ Հետաքրքիր է, ես էլ զգարանցկացրեցի։ Ու այսպես կարող ենք թվարկել առաջնորդների անունները, դրանք այսինքն ամեն մեկը ինչ որ մի հերոսի, այսպես հերոսական գործողությունների նկարագրությունն են, հա, ճիշտ է, մինչև 12-րդը, 11-րդ օղուզնամեով վերջանում է Սալոր Կազանը ինչպես գերինկավ գյավուրներին, այսինքն քրիստոնյաներն տվյալ դեպքում, եւ 12-րդը արդեն ինչպես այսպես կոչված արտաքին օղուզներ ապստամբեցին ներքին օղուզների դեմ։ Հիմնականում առաջնորդների անուններով այդպես գլուխները շարունակվում են, հերթագայում են միմյանց եւ Դեդե Կորկուտ։ Էդ է ուզում հարցնել։ Առաջի հարցը, որ առաջանում է, այս ամբողջ ցիկլը կոչվում է Դեդե Կորկուտի անունով, ով էր Դեդե Կորկուտը։ Անվանումը Քիթաբի Դեդե Կորկուտ, իմ պապ Կորկուտի գիրքը, սա է, գրված օղուզների լեզուվ, ամենայնտեպս Մատյանի վրա այդպես է արձանագրված, ով եղել Կորկուտը, չգիտենք, ասենք գիտեք, կա պատմական դպրոց, երբ որ պատմաբանները փորձում են իրենց գործիքակազմով բանահյուսական հարցեր լուծել, այստեղ մի շատ մեծ խնդիր առաջանում, որ ըստ երևույթին բոլոր ժողովուրդների մոտ էլ այդ շրջանը եղել է, ոմանց մոտ շարունակվում է, ոմանց մոտ 50-50, նույն հարցն է, ինչպես ասենք, Սասնա ծռերի Դավթի, Սասնուցի Դավթի պատմական նախատիպը ով է։ Եթե մեր 1936 թվականի համավարակ բնակրի առաջի հատորը կարդանք, մեր բավական լուրջ գիտնականներ այնտեղ Դավիթ Բագրատունի կերպարի մասին են խոսում։ Ձենով Հովանը, Խուտեցի Հովանն է, Քերի Թորոսը, Թեոդորոս Ռշտունին, այսինքն այսպես կարող ենք շարունակել մինչև Ճնճղուկ։ Կար Թորնավանի վեպիչ Ճնճղուկը, բյուզանդացի զորավար, իրական պատմական կերպար, զուտ անվանական նույնացմամբ հարցեր չեն լուծվում։ Եթե այսօր մենք մեր աշակերտներին հարցնենք Դավիթ Բագրատունին ով է եղել, իհարկե չգիտեն։ Նեղ պատմաբանները նեղ շրջանակի կարող են պատասխանել։ Նույնը Դեդե Կորկուտին։ Եղել է ոմը Շահզադա Կորկուտ, Օսմանյան արքայազն, Սուլթանի որդի, ընդհանրապես կապ չունի։ Զուտ անվանական համընկնում է։ Նման կարծիքները շոշափել են նաև գերմանական գիտական շրջանակներում, մերժվել են բոլորն էլ, խոսքը առասպելական կերպարի մասին է, թյուրքերի, եթե այն ժամանակ ասենք, օղուզների, որպեսզի որևէ թյուրքական ազգ այսպես նախապատվություն չփորձի առաջացնել եւ իրեն վերագրել Էսեպոսը եւ Դեդե Կորկուտին, ընդհանուր թյուրքերի օղուզների առասպելական նախարարն է։ Ինչպես է ինքը կապվում այս 12 տարբեր գլուխների հետ, սովորական։ Գլուխը սկսվում է այսպես. եկավ իմ պապ Կորկուտը, վերցրեց կոբզան, երգեց, պատմեց եւ գնաց։ Ինքը պատմիչն է, փաստորեն, հա, ինքը պատմիչն է եւ այս դեպքում խոսքը առասպելական նախահոր մասին է, թուրքական ցեղերի, ընդամենը այսքանը։ Կորկուտի մասին որևէ պատմական աստար փնտրելը անիմաստ գործ է։ Հա, հետաքրքիր է։ Հետաքրքիր է, բայց այդտես որ ասենք իրեն նաև օգտագործում են ազգաստեղծման process-ում մեր հարևանները, չէ, ադրբեջանցիները, Նախիջևանում, եթե չեմ սխալվում, չէ, իր արձանը
կանգնեցվեց եւ Ալիևը պաշտոնական այսպես արարողությամբ դա բացեց, բայց ինքը փաստացի հավաքական կերպար է։ Բնականաբար հավաքական կերպար է, առասպելական կերպար է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ոչ միայն ասենք Ադրբեջանում, Աշխաբադում շատ մեծ գեղեցիկ արձան կա Դեդե Կորկուտի, նույն կերպ թուրքմենները, մյուս թուրքական ժողովուրդները համարում են, որ իրենց նախահայրն է, եւ Կորկուտը, Դեդե Կորկուտը սկսում է հենց կենտրոնական Ասիայում։ Այսինքն ամեն ինչ իր տեղում է։ Իսկ ինչ որ փոփոխություն կա այդ գլուխների բովանդակի մեջ, շարադրանքի բովանդակային, փաստացի առաջի 4 գլուխը այն որ տապաստանային միջավայրում չէ, երևի տեղի ունենում, վերջի գլուխները արդեն հայկական լեռնաշխարհն է, չէ, փաստացի գործողությունների վայրը, Բայբուրդ, չէ, այդ շրջանի մասին է խոսքը։ Իհարկե կա, սկսեմ հենց ձեր նշած, ասենք, տեղանվանական պահից, վերցնենք զուտ էպոսի տոպոնիմիկան, տեղանունները կենտրոնական Ասիայից տեղափոխվեցինք եկանք հայկական լեռնաշխարհ, փոքր Ասիա, ընդհանուր առումով, այսպես արդեն տեղանունները ակնհայտ ցույց են տալիս, որ գործողությունները արդեն այլ միջավայրում են տեղ ունենում, Բայբուրդ, մեր Բաբերտն է, հայկական, Ալնջան կամ Ալինջակը, Նախճեվանի Երենջակ գավառն է հայկական, Սուրմալին դե արդեն բավական հայտնի է, Սուրբ Մարի անունից առաջացած, հայերեն Սուրբ Մարի էին ասում երկար ժամանակ, Փասենգը մեր Բասենն է, Օնիկը կամ Ավնիկը Կարնու աշխարհում, Էրզրումի մոտ, այդտեղ արդեն կարող ենք արդեն կողային տեղանուններն էլ հիշատակել, Բարդան, Պարտավը, Գանձակը, Կյանջան, Ախսկան, Ախալցխան եւ այլ, այնտեղ արդեն կոնկրետ տեղանուններ, մանր տեղանուններ կան, միկրոտոպոնիմները, Աղջկաբերդը, Կսկալան եւ այլ, տեղանուններ կան, որ չէին նույնացվում, այդպեսիներն էլ կան, բայց միանշանակ է, որ գործողությունները տեղ ունենում հայկական լեռնաշխարհում։ Եթե մինչև սովետական միության սովետական կարգերի հաստատումը միանշանակ էր եւ ասենք էպոսի խոշորագույն հետազոտող Վասիլի Բարտոլդը, ռուս մեծ գիտնական, ակադեմիկոս, գրում էր, որ դեպքերը տեղի ունենում հայկական բարձրավանդակում։ Սովետական միությունից հետո արդեն հայկական բարձրավանդակը սկսեց կամաց փոխարինվել եւ արդեն նշվում է Կովկասը։ Այսինքն, գիտեք, մենք չգիտենք Բարտոլդը վերանայել է, թե ասենք սա հետագա խմբագրության հարց է, բայց այստեղ Կովկասը այնքան հարաբերական է նշելը, որովհետև կներեք հիմնական գործողությունները գյավուրների, քրիստոնյաների տիրակալների դեմ, Բայբուրդ, Տրապիզոն, որ Կովկասի հետ ոչ մի կապ չունի։ Այսինքն Կովկասի հետ չի կապակցում բացարձակ, ապա ինչպես բացատրել։ Եվ ասենք ես վստահ եմ, որ Բարտոլդը, եթե գաղափարախոսական այդ գաղափարների մեջ չլիներ, իհարկե շարունակելու էր գրել թյուրքական էպոսը եւ Հայաստանը, այդպես կգրեր, այլ ոչ թե թյուրքական էպոսը եւ Կովկասը, իր հայտնի հոդվածը, որ մեզ հայտնի է, որտեղ նորից եմ կրկնում, կա Կովկասի հետ կապ կա, մենք չենք կարող դա ժխտել, բացարձակ։ Օղուզները ինչպես կարող են ներխուժել հայկական լեռնաշխարհ կամ Փոքր Ասիա առանց Կովկասի վրայով անցնելու։ Բայց ամբողջ խնդիրը այն է, որ հիմնական գործողությունները այս տարածքում են, որը որ նշեցինք, եւ սա ասենք քննության, լուրջ քննության առարկա չէ։ Հարցը այն է, որ ինչպես են փոփոխվում, իհարկե փոփոխվում են։ Եթե ամբողջ էպոսը վերցնենք, 9 գլուխներում նկարագրվում է օղուզների պայքարը անհավատների դեմ, գյավուրների, քաֆրների դեմ։ Առաջին դեպքերում խոսքը կալմիկների մասին է։ Հետհանուս կալմիկները, այսպես ասենք, կալմիկների դեմ, կալմիկներն են գյավուրները, օղուզների թշնամիները։ Եկան արդեն հայկական լեռնաշխարհ Փոքր Ասիա։ Գյավուրները բնականաբար հայերն են, առաջին հերթին, բյուզանդացիները, վրացիները, այո, եւ բոլոր իրենց համար գյավուր են։ Որոշ դեպքերում նշվում է էթնոնիմներ, բայց շատ քիչ, որոշ դեպքերում։ Հայ անունը նշվում է, կա։ Հայ անուն չկա։ Կան հայության հետ կապակցվող առանձին անուններ,
ավելի շատ բառ եզրեր, այսպես ասենք, մեր տեղանուններն են, Շիրակավանը օրինակ կարող ենք հիշատակել շատ հազվագյուտ ձևով Շիրակավանը նույնիսկ հիշատակվում է եւ իհարկե կգանք դրանք թակավոր հայ այո ուզների հակառակորդներից մեծ հակառակորդներից մեկը ընդհանուր գյավուր իշխաններ եւ այլն սա կա հայ բառ որպես այդպեսին մենք չունենք բայց հայության հետ կապված դրվագները անհերքելիորեն այո դրանք կան այսինքն փոփոխություն միանշանակ այո ճիշտ է դիտարկում անում փոփոխություն կա հա իսկ այդ թակավորի կերպարի մասին հա մի քիչ կուզենայի որ պատմեմ հենց թակավոր ձևով է հանդիպում հա ուրեմն եկեք սկսենք այն հարցից թե մեզ ինչպես է հասել այս էպոսը ահա եկեք մի քիչ շատ այսպես պարադոքսալ դեպք է դեդե կորկուտը որովհետև մենք էպոսները ասենք գիտենք բանավոր ավանդույթ որպես բանահավաքները գրառում են բանասացներից հետո կազմում է համահավաք բնագիր մենք հիմնականում նկատ ենք առնում ասենք երբ որ ասում ենք էպոս Սասնածռերը Սերվանտյանը դա չհավաքեր այո Սերվանտյանով ասենք ձևավորվեց սկզբնավորվեց իհարկե կան գրավոր հիշատակություններ պորտուգալացի ճանապարհորդները գիտեք շատ եզակի հիշատակություններ են թողել Սասունցի Դավթի, Խանդութի եւ այլն եզակի հիշատակություններ են ձեռագիր Սասնածռեր մենք չունենք հիմա դե կորկուտը պարադոքսալ դեպք է մեզ հասել է ձեռագրերով եւ ավելի շուտ հայտնի է դարձել ձեռագրերի մասին քան թե բանավոր ավանդություններ են գրառվել։ Օ, հետաքրքիր է։ Ուրեմն առաջին ձեռագիրը հայտնաբերվել է Դրեզդենի սաքսոնական գրադարանի Կյուրֆյուրստի արխիվում, եւ այդպես էլ պայմանականորեն ընդունված է անվանը Դրեզդենյան ձեռագիր։ Մոտավորապես թվագրվում է 16-րդ դարի վերջ։ Գերմանացիները քանի որ մինչև ուրնոցուց ամեն ինչը պետք է վերլուծեն պալեոգրաֆիկ հետազոտություն են անցկացրել, որը որ այո սա հաստատում է։ Դրեզդենյան ձեռագիրը գրված է օղուզական լեզվով, մենք չենք կարող միանշանակ ասել օսմաներեն, խոսքը վաղ շրջանի մասին է։ Իհարկե միանշանակ, ասենք արաբատար, ձայնանիշներ չկան, բաստոնված են, 12 օղուզնամ է եւ սա կատարյալ տարբերակն է եւ այս ձեռագրից արդեն սկզբնավորվում է էպոսի բուն ուսումնասիրությունը Դրեզդենում բնականաբար ձեռագիրը Թուրքիայից հայտնվել էր այնտեղ երևի որտեղ որ պետք էր գերմանացիների ձեռք ընկավ գերմանացիներից առաջինը մենք գիտենք մեծ արևելագետ է եղել Յակոբ Յոհան Ռայսկեն 1770-ական թվականներին սկսում է առաջին արդեն տեղեկությունները տպագրել եւ ավելի ուշ Ֆրիդրիխ ֆոն Դից մյուս գերմանացի հռչակավոր արևելագետ 1815 թվականին գերմաներեն է թարգմանում մի հատված ինչպես է բասատը սպանում Թեփեգյոզին Թեփեգյոզը մի աչքանի կիկլոպն է եւ ասենք ինքը որ հրատարակում էր մի անգամից այն ժամանակ համատաբանական դպրոցը շատ ուժեղ էր կոմպարիտիվիստների դպրոցը միանշանակ գնում եք դեպի Հոմերոս Պոլիֆեմի առասպելը եւ ինքը սա անվանել թյուրքական Պոլիֆեմի առասպել եւ առաջին թարգմանությունը սա է դրանից հետո Թեոդոր Նյոլդեկեն 1859 թվականին արդեն կատարում է առաջին ավելի ծավալուն թարգմանությունները Վասիլի Բարտոլդ ռուսաստանցի ուսանող գտնվում է Գերմանիայում ուսանող Նյոլդեկեն ուղղակի փոխանցում է Վասիլի Բարտոլդին Բարտոլդը սա արդեն բավական երկար ժամանակ ուսումնասիրում է թարգմանում է ռուսերենին 1922 թվականին պատրաստ էր չի հրատարակում հրատարակվել է իր մահից հետո հետաքրքիր առաջին անգամ սովետական Ադրբեջանում Բաքվում է հրատարակվում թագավոր բառին ձեռք չեն տալիս կա տեքստում բնօրինակում եւ միայն 1962 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կողմից արդեն հրատարակվում է ամբողջական
ծանոթագրություններով, գիտական ապարատով, Վիկտոր Ժիրմունսկու, Անտոլ Կոնոնովի կողմից արդեն խմբագրությամբ։ Երկրորդը Վատիկանի ձեռագիր։ Վատիկանի ձեռագիրը ընդամենը 6 գլուխ ունի։ Հայտնաբերվել է իտալացի արևելագետ Էտտորե Ռոսիի կողմից եւ 1952 թվականին թարգմանվել է իտալերենի եւ իհարկե ֆաքսիմիլե ձևով այդ ամբողջը մեկ հրատարակություն որպես լույս է տեսել։ Փոքր ծավալի է, 6 գլուխ, ունի մի առավելություն, կան որոշ, ասենք, նշաններ, որոնցով կարելի է տերմինները, անունները կարդալ, ինչպես որ մենք այսօր կարդում ենք։ Կա երրորդ ձեռագիրը, ավելի ուշ, կարելի ասել վերջերս հայտնաբերվել Իրանի Գոլեստան նահանգից Գոմբադե Քավուս քաղաքի բնակչի կողմից Թեհրանի շուկաներից մեկում 31 էջանոց ձեռագիր, որը որ պայմանականորեն կոչվում է Գոմբադի ձեռագիր, չգիտեմ ինչու այդպես, ինքը Թեհրանում է հայտնաբերվել, ուղղակի որ հավաքորդը ինքը Գոմբադ քաղաքից էր, այսպես է որոշվել, չգիտեմ։ Ես վերապահեմ, չեմ կարող ասել, որովե կարծիք չեմ ուզում հայտնել, մինչև որ համապատասխան ակադեմիական շրջանակները իրենց կարծիքը վերդիկտը չտան Գոմբադի ձեռագրի մասին, կան ավելի անհամեմատ փոքր ծավալով Անկարայի ձեռագիր, Բուրսայի ձեռագիր, որտեղ որ հայտնաբերվել են այդ տեղավայրերի անուններ են կոչվում։ Հիմնականում ելակետ ընդունենք 12 գլուխներով Բարտոլդի թարգմանած, առաջի անգամ թարգմանած Դրեզդենյան ձեռագիրը։ Դրեզդենյան ձեռագրում թագավոր։ Բարտոլդը ինքը թարգմանել է ռուսերենի մեջ ուղղակի տագավոր։ Եվ իհարկե տվել է ծանոթագրությունները, որ սա հայկական բառ է, որը որ նշանակում է թագավոր։ Նիսուշչու կարոնու։ Եվ իհարկե հնդերուպական լեզուներում վկայությունները մեր կա կազմությունները ընդհանուր թագ բառը գիտենք ինչքան տարածված է պարսկերենում, ասենք թագաբարա կարելի է այսպես ասել, բայց ինքը իհարկե հայկական է, թուրքական էպոս բնականաբար սանսկրիտի պահլավերենից, պարթևերենից չէր կարող մտնել այս բառը։ Հայկական տիտղոսներ հայերի մեջ այնքան տարածված է, որ ասենք Աճարյանի բառարանը, եթե վերցնենք արմատական 80-ից ավելի մենք բառեր ունենք, թագով, թագավորով կազմված, եւ սա մեր արքաների տիտղոսներ, այո, Բագրատունյաց Հայաստանում էլ, Կիլիկիայում առավել եւս, Բագրատունյաց Հայաստանում, այո, արքա հայոց։ Հետո արդեն երբ որ տեղ ունեցան այդ տրոհումները մանր թագավորությունների, ամեն թագավոր, ամեն թագավորության տիրակալ իրեն անվանում էր թագավոր։ Արձանագրությունների մեջ Կյուրիկյանները դրամ էին հատում, եւ մեր անի թագավորը որպեսզի մի քիչ տարբերվեր, երբ որ խալիֆից արդեն թագ էր ստանում, վերցնում էր նաեւ շահանշահ։ Այս տիտղոսը, որ մի քիչ թագավորներից ավելի վեր, այսինքն Կիլիկիայում բնականաբար թագավորը դարձավ պաշտոնական տիտղոս, թագավոր հայոց, մարդիկ չէին ասում Կիլիկիայի դրամների վրա նույնիսկ այդ կա այդ թագավոր։ Դրամները, պայմանագրերի ստորագրությունները կան Լևոն թագավորի, թագավոր հայոց։ Երբ որ մենք անվանում ենք Կիլիկիայի հայոց թագավոր, մեղք ենք գործում, սա ճիշտ չի։ Հայոց թագավոր է եւ խոսքը Կիլիկյան Հայաստանի մասին է, այսինքն մենք ունեցել ենք հայ թագավորներ դիցուկ Բյուզանդիայում, բայց դա չի նշանակում որ Բյուզանդիան Հայաստանն էր։ Հայաստանն էին այն տեղերը, այո, որտեղ որ մեր թագավորները իշխում էին, մի խոսքով։ Դե իրանք երբեք իրանք Կիլիկիայի չէին անվանում, էլի, նույն է դրամական դրամների նումիզմատիկայի այդ նյութը ամբողջությամբ ցույց է տալիս որ հայոց թագավորներ են իրենց անվանում։ Այո։ Հիմա ինչպես թագավորը մտավ թուրքական էպոս, բուն հարցին անդրադառնանք, շատ շեղվենք, տեսեք թագավոր, մենք եկանք հենց ասենք Կիլիկիա, ինչպես է թագավոր բառը մտել մուսուլմանական, ասենք պատմագրության մեջ, այո, այս դեպքում կարող ենք ասել մուսուլմանական, խոսքը իրանական, օսմանյան, մոնղոլական, այո, արաբական, առավել եւս պատմագրական նյութի մասին է, դիվանագիտական գրագրության մեջ թագավորը կա։ Իհարկե մի քիչ
արդեն այնտեղ հնչյունական արտաբերման հարց կա եւ դառնում է թեքֆուր, թակֆար, թակֆուր, բավական այսպես փոփոխություններ կան հնչյունական, բայց ըստ էության արդեն հասկանալի է, որ ածանցյալ է հայերեն թակավոր բառից։ Թակավոր, այսպես ասենք, միշտ էլ ասենք բառ եզրերով բնորոշվել են պետությունների հարաբերությունները։ Երբեք մուսուլմանական պետական կազմավորումների ղեկավարները դիվանագիտական գրագրության ժամանակ իրենց նույն տիտղոսներով չեն կարող բնորոշել անհավատների տիրակալներին։ Սա սկզբունքային հարց էր։ Այսօր է նախագահ, վարչապետ, ամբողջ աշխարհում ընդունված է president, prime minister, այն ժամանակ չէ, այդպես չէր։ Կային անհավատներ եւ կային ուղղահավատներ։ Նույն կերպ ասենք արևելահռոմեական կայսրության, որ մենք այսօր Բյուզանդիա որպես գիտենք, իսկ այն ժամանակ իրենց իրականում անվանում են Ռոմանիա, հռոմեական կայսրություն եւ հույների մասին խոսք չկա, իրենց ինքնանվանում է հռոմեացեր, Ռոմեոս։ Բյուզանդիան եթե հարաբերություններ ուներ որևէ օտար պետական կազմավորման հետ, այդ թվում նաև հայ բագրատունների հետ, նույն կերպ, նույն տիտղոսով չէր մեծարում երբեք այդ տիրակալին։ Ասենք, որովհետև Վասիլևս, այսպես ասենք, կամ լատիներեն Rex, որ իրենց գրագրության լեզուն էր, Վասիլևս Rex կամ ավտոկրատոր կամ իմպերատոր լատիներեն ձևով կարող էր լինել միայն հռոմեական կայսրության տիրակալը, որովհետև իր իշխանությունը Աստծուց էր տրված, ինքը շարժվում էր աստվածային կամքով, Divina Providentia, իհարկե Օսմանյան սուլթանը, արաբական խալիֆը չեն կարող նույն աստիճանի վրա դիտարկվել։ Նույն կերպ մուսուլմանների համար չեն կարող իրենք սուլթան, խալիֆ կամ շահ եւ այլ տիտղոսներով դիմել քրիստոնյա տիրակալներին, որոնց համարում էին անհավատ, գյավուր։ Եվ այսպես հայերի հետ շփումները բերեցին նրան, որ հայկական տիտղոսը իրենց համար դարձավ հանրածանոթ եւ մոնղոլական եւ արաբական առաջերտին եւ օսմանյան եւ իրանական գրագրության մեջ, պատմագրության մեջ այսպես թակֆուրը արդեն սկսվեց շրջանառվել։ Թեքֆուր եւ այստեղ տեղ ունեցավ նոնսենս։ Բոլոր քրիստոնյա տիրակալներին սկսեցին անվանել հայկական թագավորական տիտղոսով։ Տեսեք, ես ասացի Բագրատունյաց Հայաստանը տրոհում էր, ամեն մեկ իրեն անվանում էր թագավոր, նույն վիճակը առժամանակ անց Բյուզանդիայում սկսեց տիրել եւ այնտեղ ոչ թե առանձին շրջաններ, նահանգներ անվանվում էին թակֆուրներ, թեքֆուրներ, ամեն բերդի տերը կոչվում էր արդեն թեքֆուր։ Եվ Օսմանյան պատմիչների համար սա անհասկանալի նոնսենս է, ասենք Սուլեյման Սուլթանի ժամանակվա պատմագիրները Բյուզանդիան բնորոշում են որպես թեքֆուրների ենթակայության տակ գոյություն ունեցող բերդերի, երկրների կոնգլոմերատ։ Բոլորը թեքֆուրներ են։ Եվ այն աշճան տարածված է, որ ասենք էգեական կղզիների մի ժամանակ գիտեք ֆրանկները խաչակրած արշավանք տիրեցին Բյուզանդիայի որոշ մասերին, նրանցել էին թեքֆուր ասում։ 1404 թվականին բուն Հունաստանի մեջ տիրակալներին թեքֆուր էին ասում։ Տեղափոխվենք Ղրիմ, Թեոդորոյի իշխանությունը կամ Մանգուպի իշխանությունը։ Թեոդորի իշխաններին անվանում են թեքֆուր։ Ամենայն դեպս Ղրիմը շատ ուշ նվաճեցին օսմանները 15-րդ դարի վերջին տիրակալը անուն եւ այլն չունենք, չի պահպանվել պատմագրության մեջ Մանգուպի թեքֆուրը։ Այսինքն դա չի նշանակում, որ նա հայ էր։ Հա, ուղղակի հայկան տերմինը միջազգային բան ստացավ, էլի։ Բանը հասել էր նրան, որ Կոստանդնուպոլսի կայսրը շատ քիչ դեպքեր ունենք, որ ասենք լատինական, հունական բառեզրը մի քիչ թուրքական արտաբերման էր ասում, ասենք Վասիլիոս ասում էր Ֆասիլիուս, Ռում Ֆասիլիուսը կամ Կեսարը, ասենք կոչվում էր Կայսար։
քաղաքներն էլ գիտեք Կեսարիան, Կայսերի սկսեց կոչվել, շատ քիչ դեպքերում։ Հիմնականում ասում էին Թեքֆուր։ Իստանբուլ, Թեքֆուրու, այսպես։ Թեքֆուր, Թաքյուր, Թեքյուր եւ այլն, աղավաղումները իհարկե անհաշվելի են, թեքիրներ, թեքերներ եւ այլն, նորից տարբերակներ են, եւ հայկական այս բառ եզրը բավական արդեն օգտագործելի էր ընդհանուր եւ պատմագրության եւ իրենց դիվանագիտական գրագրության մեջ, պատճառը սա էր։ Հիմա եթե մենք ասենք Դեդե Կորկուտում կամ մյուս վիպական ստեղծագործություն, բոլոր թեքֆուրները նախատիպերը հայ իշխաններ են, հայ տիրակալ, հայ թագավոր, իհարկե սա ճիշտ գիտական մոտեցում չի, բայց իհարկե Դեդե Կորկուտի մեջ որոշ դեպքերում միանշանակ այո խոսքը հայ իշխանի, հայ թագավորի, այսպես ասենք, իրենց մասին է։ Հիմնական սա է եւ շատ հաճախակի է օգտագործված թեքֆուրը, մենք պետք է կարողանանք զանազանել որոշ գլուխներում խոսքը կոնկրետ անձնանվան մասին է, տիտղոսը դարել է անձնանուն։ Կա կարա թագավոր, սև թագավոր այսպես անձնանուն, որի դեմ 4 տեղ կարա թագավորին կամ թագավորին այսպես անընդհատ վիրավորում են, գերի են տանում եւ այլ, ընդ որում տարբեր հերոսներ կա ուղակի այս շրջանի թեքֆուրը եւ այլն, այստեղ մենք պետք է հասկանանք, որ տիտղոսի մասին արդեն կոնկրետ խոսքը եւ խոսքը բյուզանդական շրջանի մասին է։ Հասկանալ է, ոչ թե կոնկրետ ինչ-որ մի անձնավորության, այլ ուղղակի տիտղոսի, որ իրենք տալիս են այլերին, մյուսներին, հա, այսինքն գյավորների կառավարիչներին։ Գյավորների կառավարիչներին բավական երկար ժամանակ էր եւ Կիլիկիայի հայ թագավորներին կամ Կիլիկյան Հայաստանի թագավորներին ներեցին, այո, միանշանակ թագավոր տիտղոսով էին մեծարում, այն աշճանի, որ նույնիսկ մեր, ասենք, դրամը Կիլիկիայի, գիտեք, թագվորին էր կոչվում, թագավորական, թագվորիա, արաբական այսպես էր կոչվում, սա էլ նույն ձևով, Տրապիզոնի կառավարիչները, ստերեոտիպ կանրադառնանք ընթացքում, Տրապիզոնի կառավարիչները, այո, առանձնացնում էին օսմանյան պատմագիրները, նորից կոչվում էին Թեքֆուր, եւ տարբեր իհարկե փորձեր են արվել լեզվաբանորեն տարբեր բացատրություններ տան, խնդիրը, ինչ ասեմ, մի փոքր ավելի հեշտ կլիներ, եթե այդքան չդժվարացնեին որոշ լեզվաբաններ, որովհետեւ անդադ փորձեր են արվել ամեն ինչ անել, միայն թե ակնհայտ, ասենք, հայկական ծագումնաբանությունը չնշվի, չշեշտվի։ Շատ տարբեր, այսպես կներեք, ձեռնացություններ, ուրիշ բառով չեմ կարող բնութագրել, ասենք, գերմանացի լեզվաբան շատ հայտնի, չէ, սա ուրիշ ծագում ունի, ամեն ինչ, բայց ոչ հայկական թագավորի հետ կապ չունի։ Նույնիսկ այսպես կարծիք է առաջ քաշվել հունարեն տուկիրիու, սեռական օլով այսպես պատկանություն ցույց տրվող տիրոջ, այսպես տուկիրիու, սրա աղավաղված ձև է, տուկիրիուն դարձել է թագվոր։ Գրողը մի քիչ երևի ավելի լավ մտածել։ Բացատրություն ինչու պետք է փնտրել շատ ավելի բարդ, խճճված բացատրություն, դա է էլի խնդիրը։ Բնականաբար կարող են կապել որոշ բաներ, կարող են իհարկե կյանքի իրավունք ունենալ, թագվուրը համահունչ է թաքվիրի մյուս արաբական բառի հետ, այո, այստեղ էլի անհավատների, գյավորների գործոնը կա, ինչ որ բան կարող է այո գոյություն ունենալ, որովհետև վերջը ինչ որտեղ կարող են խոսել նաև ժողովրդական ստուգաբանության մասին, կամ լատիներեն ասում են բովինա էտիմոլոգիա, ցլի ստուգաբանություն, այսինքն ինչ որ թվում է, սա է, եւ սա է բոլոր ժողովուրդների մոտ նման բաներ լինում են, իհարկե այդպես չէ, բայց մի բան պետք է նկատի ունենանք, թագվուրը երբեք մուսուլման չէ, եւ օսմանյան պատմագրության մեջ եւ օսմանյան բանահյուսության մեջ հեքիաթներում, ավանդազրույցներում կա թագվուրը միանշանակ սա անհավատն է, քրիստոնյան է, սովորաբար եթե նախատիպ են փնտրում կամ հույն բյուզանդացի կամ հայ է, չկա ուրիշ տարբերակ։ Իսկ անվանական ունենք ինչ որ անուններով այդ անհավատների, գյավորների, այդ հակառակորդների նշում կամ ում տենց կնշեիք ամենավորպես տպավորիչ։
Կա Շուկլին կամ Շուկլի թագավորը եւս այդպես մի քիչ շատ կանոններ կան, իհարկե այդպես մենք դրանցից փորձենք մակաբերել որևէ բան եւ կապել որևէ պատմական իրական անվանման հետ կամ պատմական գործի հետ չենք կարող, ճիշտ չի։ Եվ թագավորն էլ դուք հաստատեցիք, տեսեք միայն Դրեզդենի տարբերակը, երբ որ Բարտոլդն է փաստորեն հրատարակել, թարգմանել, միայն Բարտոլդի մոտ է թագավոր։ Էտորե Ռոսին, իտալացի արևելագետը, երբ որ Վատիկանի ձեռագիրը հրատարակում էր 1952 թվականին, այնտեղ ինքը կարծում է թեքյուր։ Եվ թեքյուր, թեքֆուր եւ այլն։ Ասել, որ ինքը ինչ-որ բան խղճի դեմ է, ոչ։ Այնտեղ այդպես է ընթերցված։ Բայց պայքարել ինչ-որ բանի համար, ասենք, որ չէ, ճիշտը թագավորն է, սա էլ ճիշտ չի, որտեղ ի վերջո սա ավելի ուշ շրջանի թուրքական արտաբերումն է, նույն թագավոր բառի։ Մեր բարբարներում էլ Կիլիկիա եւ այլ որ վերցնենք, նույն թեքյուրը, թակֆուրը, թեքյավուրը եւ այլ Սվեդիայում, Քեսապում եւ այլն, սա կա։ Սա ավելի ուշ շրջանի ապացույց է, ավելի ուշ շրջանի զարգացում է։ Եվ Դրեզդենում այսպես է, Դրեզդենի ձեռագրում թագավոր ըստ Բարտոլդի, Վատիկանի ձեռագրում թեքյուր, թեքֆուր։ Անգլերեն թարգմանություն կա, առաջին անգամ թուրք եւ ամերիկացի բանասերները թարգմանել են Դեդե Կորկուտը, անգլերենում թեքֆուր, մեկ էլ միտեղ գալիս է infidel king, անհավատ թագավոր։ Այսինքն հասկանալի է, որ իրենք ելակետ են ընդունել նորից հայկական այս անվանումը, հայկական բառեզրը, եւ ուղղակի անգլերեն տեքստում էսպես է։ Ուղղակի թարգմանել են մի քիչ նաեւ բացատրելով էլ են infidel մասը ավելացնելով, էլի։ Այո, հիմնականում թագավորը սա է եւ ինքը բավական մեծ թեմա է, եթե տարածվենք։ Չէ, եկեք մեր նորից հետ կանք էպոսին, որ էպոսին եւ ընդհանրապես էպոսները իրենց մեջ որոշակի արժեքային համակարգ են ներառում։ Ինչի մասին է վերջը, ինչ արժեքային համակարգ է սա իր մեջ դնում, հայրենասիրություն, խիզախություն, կրոնի համար պայքար, ո՞րն է հիմնական այդ մոտիվը, այս էպոսի։ Պիտի մենք վերանանք մի պահ մեր հայկական չափանիշներով, եթե փորձենք գնահատելը, շատ բացասական պատկեր կունենանք, շատ տարբեր է, մենք պետք է նայենք թուրքերի տեսակետից։ Եկեք փորձենք։ Շատ դժվար բան է, բայց եկեք փորձենք, եթե եւ մոռանանք այսօր ասենք ինչ կարգի է, ինչ պատվանդան են բարձրացված, հենց մեկը Դեդե Կորկուտ էպոսը, այո, որևէ ազգաստեղծ նշանակություն վերագրել էպոսին երբեք է սխալ չի, ճիշտ չի։ Ազգերի ինքնաճանաչողության հայելիներն են էպոսները։ Եվ իհարկե պատմությունը ինքը որպես առարկա, դիսցիպլին, պետականակերտ, պետականաստեղծ առարկա է։ Նույնը առանց որևէ խճի խայթի կարելի ասել բանահյուսության մասին, էպոսների մասին։ Այո, այսպես ազգաստեղծման գործընթացը էպոսներով է սկսվում։ Ամեն մեկը իրեն ճանաչում է էպոսների մեջ։ Եվ թուրքական էպոսները, եթե գնահատենք համաթուրքականության կամ պանթուրքիզմի տեսակետից, հայտնի գաղափարախոս Զիագյոկղալպը, Դեդե Կորկուտը, Քյորոլին եւ այլն գնահատում էր որպես օղուզական աշխարհի մատյաններ, որովհետեւ հավասարաչափ բոլոր թուրքական ժողովուրդների համար կարելի ասել դրանք, այո, բավական մեծ արժեքներ էին եւ այնտեղ առանձին չկա ինչ-որ մի թուրքական ազգ եւ այլն թուրքերի մասին ընդհանուր ինչ-որ միավորող գործոն կա այսինքն այստեղ տեսեք պանթուրքիզմի համար այո սա կարող է գործածվել որպես հայրենասիրություն, ճիշտն ասած հայրենիք հասկացողություն, այստեղ ես դժվարանում եմ արդեն, ոչ թե որպես հայ, ընդհանրապես, ասենք գիտական մոտեցումով, եթե ցուցաբերենք, մի քիչ դժվար է։ Հայրենիքը կենտրոնական Ասիայում էր, հետո տեղափոխվեց հայկական լեռնաշխարհ, փոքր Ասիա, ասացողը ինքը էպոսի, ինքը
այդպես բան չունի։ Եվ շատ դժվար է։ Գնացին յուրտը խփեցին, բանակատեղը եղավ, սկսեցին արդեն ավերել, կործանել։ Գիշերը երաս տեսավ Օղուզ առաջնորդը, որ այս վանքը Մենաստանը գավուրների պետք է գրավել, կործանել, գնաց, կործանեց, նրանց հոգևորականներին սպանեց, մորթեց եւ այլն, ջարդեց, մտավեց քաղաքը գրավեց, գերեց, գերիներին այլ ընտրակ չկար, կամ գալիս եք իսլամի դրոշի ներքո կռվելու, բնականաբար ուրանում եք ձեր հավատը, նոր հավատ եք ընդունում, նոր հավատ ընդունել, այսինքն դա ոչ միայն կրոնափոխություններ, ըստ էության նաև ազգափոխություններ։ Եվ էթնոնիմ մուսուլման, վերջ, հնազանդ եք, մուսուլմաններ եք։ Ոմանք նահատակվում էին հանուն հավատի, ոմանք սպանում էին, բայց մի մասը ընդունում էր։ Իհարկե ճակատամարտերի ժամանակ այդ մի մասը նորից փորձում էր անցնել ազգակիցների եւ նախկին հավատակիցների կողմը։ Նման դեպքեր, ասենք, բավական շատ են նկարագրված, որովհետեւ սա էլ ցույցիչ է առայն, որ այո, իրոք եղել են։ Եթե մենք անդրադառնանք նույն միջավայրում ավելի ուշ ստեղծված Ասկ Մելիք Դանշմենդի մասին, մյուս թուրքական էպոսին, այնտեղ ավելի մանրամասն է այս պատմական իրադարձությունները մանրամասն են նկարագրված եւ փոփոխությունները հիմնականում սրանք են եւ այսպես բարձրացնենք այն արժեքային համակարգին, որը որ այսօր փորձում են էպոսին վերագրել առանձին թուրքական պետություններ եւ թուրքական ժողովուրդներ, իհարկե ճիշտ չէ։ Ես մասնակցել եմ թուրքագիտական համաժողովների, այնտեղ բավական հայտնի խորհրդային դպրոցի ակադեմիկոս կար, թուրքագետ, մարդու ուղակի աղաղակում էր, ասում էր բավական է, ես ինչ մրցակցություն եք սկսել։ Մեկը նշում է Դեդե Կորկուտի 1000-ամյակը, մյուս հանրապետությունը նշում է Դեդե Կորկուտի 1500-ամյակը։ Ասենք ես օրինակ եղել եմ 1500-ամյակին եւ այդտեղ հավատո հանգանակի պես որևէ թուրքագետ անպայման պետք է ասեր այո 1500-ամյակը որտեղ էր Աշխաբադում եւ ակադեմիկոսը ուղղակի մարդը վրթովեց, ասես բավական է էպոսը բաժան անեք։ Իսկ մի ժամանակ եթե էպոսը պիտի ծառայեցվեր թուրքական ժողովուրդների միավորմանը, հիմա փաստորեն արևմուտքում ընդհանրապես գիտեք մի քիչ վերաբերմունքը շատ զարմանալի են, ասենք եվրոպական հռչակավոր ուսումնական կենտրոնները կային, որտեղից որ շատ բան սկզբնավորվել է նույն արևելագիտական դպրոցի համար, նույն թուրքագիտության համար, այսօր ասենք ինչ-որ լոբինգի արդյունք է, որոշում են, որ այս էպոսը կոնկրետ պատկանում է կոնկրետ այս թուրքական ժողովրդին, սա նոնսենս է, ասենք սովետական միության ժամանակահատվածում հասկանալի էր կար մրցակցությունը թուրքերի եւ ադրբեջանցիների միջև, Դեդե Կորկուտը ումն է, Քյորօղլին ումն է, եւ բնականաբար սովետական միությունը քաջալերում էր, այո, որպեսզի դա Թուրքիայից տարանջատվի, հակառակ դեպքում կներեք դրանից պանթուրքիզմի հոտ էր փչում։ Յոսիֆ Ստալինի իմաստուն անձնավորություններ կար ժամանակ, որ արգելված էր Դեդե Կորկուտը։ Եվ Ադրբեջանում Միրջաֆար Բաղիրովը այդ քաղաքականությունները իրականացնում, գրավոր վկայություններ կան, ուղղակի արգելվում է Դեդե Կորկուտի ուսումնասիրությունը Ադրբեջանում։ Կենտրոնական Ասիայում շատ քիչ թվով գիտնականներ են եղել, բայց մեծ մասին ուղղակի աքսորել են Դեդե Կորկուտ ուսումնասիրելու համար։ Համաթուրքականության հոտ էր գալ, պանթուրքիզմ էր, չի կարելի։ Դրա համար որոշվում էր մեկ ազգ, մեկ էպոս, սովետական միություն, հայեր, սասնածռեր, վերցրեք, վրացիներ, Վագրենավոր, Ընձենավոր, Շոթարուստևելի, Ամիրան, Բարի, վերցրեք, մյուսները, սա, Ադրբեջան, Դեդե Կորկուտ, Քյորօղլի, եւ արդեն ավելի այսպես ամրապնդման համար ինչ էին արվում, կինոնկարներ էին նկարահանվում։ Տեսեք Ադրբեջանում այդ ամեն ինչը ավելի շուտ է իրականացվել, օպերաներ, կինոնկարներ, քան թե Թուրքիայում։ Եվ այստեղ ասենք, որ խոսենք
ինչ հիմք կարող է ունենալ, այս ինչ արժեքային համակարգ իրենց կարող է ներկայացնել, գիտեք առանձնացնել որևէ թուրք ժողովրդի համար եւ դրան վերագրել այս պահերը շատ դժվար է, սա ավելի շատ երևի թե էպոսը քաղաքականացնում ենք, որ դա գիտական չէ, այսինքն ընդհանուր առմամբ։ Գիտեք մեկ ինչ եմ մտածում, այդ փաստացի գյավորներին, անհավատներին, քրիստոնյաներին հակառակորդ են համարում։ Ուզում եմ հասկանամ, ինչ կարգի հակառակորդ է։ Արդյոք դա այդպես նենք դավադիր հակառակորդ է, թե այնուամենայնիվ ինչ որ հարգանքի արժանի նշաններ ունի, որի հետ մրցակից է, չգիտեմ, հակառակորդ է, բայց ոչ այդ նենք թշնամին։ Ուզում եմ այդ հասկանամ, որովհետև մի քիչ կներեք երկար արծե, բայց երբ որ կարդում ես այսօրվա դասագրքերը նույն Ադրբեջանի, այնտեղ հայերը ուղղակի 100% բացասական կերպարանքով են ներկայացված եւ հենց այդ ածականները, որոնք օգտագործվում են բնորոշիչները, որոնք օգտագործվում են նույն դասագրքերում, նենք, դավաճան, խապեպա, այդ տերմինները։ Ուզում եմ հասկանամ, այս էպոսում կա ինչ որ դրական գից հավասար մրցակցություն, թե դա ամբողջական չարի մարմնացում է, ում դեմ պետք է պայքարել եւ որին պետք է ոչնչացնել։ Թշնամու հակառակորդի կերպարը նաև վիպական ստեղծագործության մեջ եւ ավելի լայն սահմաններով վերցնենք, ասենք քարոզչության մեջ։ Պետք է հենց այդպես էլ բնորոշվի։ Սա բնական է։ Նենք, ուխտադրուժ եւ այլ։ Սա մի բնական երևույթ է, ասել որ մենք սասնածռեր էպոսում, մեր ազգային էպոսում որևէ հարգանքի գիծ կա, ասած ումերի կողմից, ասենք Մսրամելիքի նկատմամբ չկա։ Աշխարհի բոլոր բացասական գծերը իրեն բնորոշ են։ Չի նույնիսկ խորշում թաքնվել մոր կամ քրոջ, ասենք ծառայություններից, նույնիսկ նույնը կարելի է ասել Դեդեկորկուտ էպոսում է, եթե ուղղակի ուշադիր նայենք, այստեղ մենք մեր տեսակետից փորձենք նայել, օղուզական առաջնորդները խոցելի իրավիճակում են հայտնվում։ Որովհետև տեսեք, եկան, վրանները խփեցին։ Այստեղ մի փոքր բան էլ հիշացնեմ, մանրամասն, անայուրտ հայրենիք է նշանակում, այսինքն մայրական յուրտի վրանի մասին է խոսքը, եկան վրանները խփեցին։ Ինչ է անում գավուր առաջնորդը, ուղարկում է լրտեսին, հետախույզին։ Այնքան շատ են այս դեպքերը էպոսում նկարահանված, այսինքն սա պետությանը, պետական կազմավորմանը բնորոշ ատրիբուտներ են։ Գնաց, հետախուզեց, եկավ, պատմեց, եկավ, շրջապատեց, ոչնչացրեց, ջարդեց ճակատամարտում, գերի վերցրեցին Օղուզ առաջնորդներին, այնքան, ասենք, դեպքեր կան, էպոսում նկարագրվող, Օղուզ առաջնորդը 16 տարի ավելի շատ գերի է մնում քրիստոնյա տիրակալի մոտ եւ այլն, քրիստոնյա տիրակալներն էլ իհարկե ուխտադրուժ են, մի բան պայմանավորվում են, երկրորդն են անում եւ այլն, Օղուզ առաջնորդները չեն նայում իրենց թվականներին, հարցակվում են փոքր ուժերով, մեծ ուժերին, մի խոսքով, մեկը 10-ի դեմ եւ այլն, սա բնական վիպական իրականություն է։ Եվ պահանջել, այսինքն որևէ ինչ ասեմ, օրինաչափությունից դուրս առանձնաշտորում չկա։ Թշնամին մնում է թշնամուն ինչ է պետք անել, ջախջախել։ Բայց կա, ասենք, կողմնակի կերպար թագավորի դուստրը։ Սա կարևոր բան է։ Այո, թագավորի դուստրը, քրիստոնյա տիրակալի դուստրը, որը որ գերության մեջ գտնող Օղուզ առաջնորդին սիրահարվում է, ոչ միայն օգնում է, որ նա կապանքներից ազատվի, բանտից ազատվի, ազատում է նրան եւ նրա հետ դիմում են փախուստի, գալիս են Օղուզների բանակավայր, եւ Օղուզ առաջնորդի տղան հայրը ասում է, ընտրիր մեր գեղեցիկ, այսպես լուսներես աղջիկներից որն ուզում ես, ոչ մեկին չի հավանում, ոչ, ես լսել եմ, որ թագավորի դուստրը գեղեցիկ պետք է գնամ նրան, որպես կին առնեմ։ Դե սա այո, բանահյուսություն է, ֆոլկլոր։ Մենք ունենք արաբական պատմագրության մեջ կեղծ Վակիդի
սինդրոմը եղել է այո Ալ-Վակիդին 8-րդ դարի արաբապատմիչ եւ կա նրա շարունակողը ընդունված է ասել կեղծ Վակիդի 10-րդ դար կեղծ Վակիդին այս կոնցեպտը ինքը մշակել է Մալիքե Տարոն այսինքն Տարոնի իշխանուին կարելի է այսպես ասել հայ թագավորի տիրակալի Տարոնի թագավորի աղջիկը Ախլաթի ներողություն այսինքն խոսքը նույն մեր վասպուրական ասում այս հատվածի մասին է ամուսնանում է սիրահարվում է իսլամ իշխանավորի հետ այն աշճանի վեհացած իսլամ են ընդունում եւ սկսում են ամուսնու հետ կոտորել այսինքն ազգակիցներին հավատակիցներին նախքին հորն է սպանում ինքը արդեն որպես իսլամ եւ սա արդեն Ալ-Վակիդի այս կոնցեպտը այնքան տիրապետող էր ոչ միայն արաբական պատմության մեջ ոչ միայն ֆոլկլորում սա արդեն փոխանցվեց թուրքական բանահյուսություն եւ այս նույն բանում մենք արդեն տեսնում ենք նաեւ էպոսների մեջ Սելջան Քադն կամ ինչպես ասում են թագավորի դուստրը փախուստի է դնում ազատում է իր հավանածողուց երիտասարդին այո գալիս է պատերազմում է հոր դեմ հոր զորքի դեմ եւ այս նույն օրինակները այնքան անհաշվելի են ասենք թուրքական բանահյուսության մեջ բազմաթիվ օրինակներ կան հարցը այն է մեր իրականության սրանք որքան է ծանոթ թե ոչ սա է հիմնականում որ այսինքն հայրը այո դուստրը չէ սա ուրիշ դեպք է կարող է ընդունել իսլամ դառնալ իսլամի զինվոր նույնը կասենք ասկմելիք Դանշմենդի ասկի մեջ այդ էպոսի մեջ այնտեղ մեկ կերպար չի քրիստոնյա կնոջ երկու կերպար կա Էֆրոմիեն կամ Էֆմորֆիան եւ այսպես անընդհատ գնում է նույն կոնցեպտն է այսինքն սա ինչ էր եկվոր բնիկ տարը հանդիպեցին իրար եւ եկվոր տարը ուներ խնդիր իր ասենք իշխանությունը լեգիտիմացնելու սա հնարավոր էր ամուսնության միջոցով նույնիսկ ավազակ Բաբեկը Խուրամյան շարժման ասենք որ ադրբեջանցիները մի անգամ ասենք որովե կապ չկա կապակցություն չկա Բաբեկը նույնիսկ Սյունյաց իշխանների հետ ամուսնական կապ կիներ առնում եւ հետո ասում էր այս տարածքը իմն է այսինքն նաեւ այս օրինաչափությունն է արտացոլված էպոսում ընդհանրապես այսքանը հա հետաքրքիր է շատ հետաքրքիր է ու մի բան նշեցիք որ մենք չգիտենք իրոք չգիտենք էլի ու այդ էպոսի մեր հարևանների մեր չգիտեմ չեմ ուզում բայց լավ ասենք հակառակորդների էպոսների ուսումնասիրության կարևորությունը Հայաստանում ընդհանրապես դրա մասին ինչ կասեք պետք է այն չգիտեմ ներառել չգիտեմ դպրոցական ծրագրում կամ համալսարանական կրթության մեջ պարտադիր դարձնել որովհետեւ ի վերջո էպոսը նաեւ այն հիմնային գիտակցությունն է տալիս էլի այդ ժողովուրդների մասին չգիտեմ ինչ կասեք դիտարկումը ճիշտ է ուղղակի ամեն ինչ սկսում է նեղ մասնագիտական շրջանակներից բնականաբար տեսեք մենք ունենք արդեն հարևան Թուրքիայի Հանրապետություն Ադրբեջան թուրքական երկրներ կան կենտրոնական Ասիան որոնց հետ էլ ասենք հարաբերությունները կան տեսեք խոսենք Թուրքիայում հայագիտության զարգացման մասին սա մի քիչ դժվար բան է նախ իրենք պետք է զբաղվեն այդ հարցով բայց որքանը որ զբաղվում են ինչպես տեսնում ենք մի քիչ նպատակները այլ են մոտեցումը շատ քաղաքականացված է եւ անկեղծ ասած դա է պատճառը մենք ունենք բավական անվանի թուրքագետներ ունեցել ենք որովե թուրք հայագետի մասին խոսելը սա անիմաստ է արդեն բայց սա իրենց խնդիրն է մեր խնդիրը որպես փոքրականակ մարդկային եւ գիտական ռեսուրսներ ունեցող հանրույթի այն է որ մեր կողքերում արդեն գտնվող այս հանրույթը մենք պետք է իմանանք այո ավելի լավ պետք է իմանանք մերժենք թուրքագիտությունը շատ լավ օքեյ մերժենք մենք հասկանում ենք որ մեր ժողովուրդը շատ բավական անդառնալի հոգեբանական վնասվածք է ստացել այսպես հունարեն բառով ասում լավ տրավմա եւ այդ տրավման մեզ թույլ չի տալիս զբաղվել թուրքագիտությամբ եւ թուրքագիտությամբ
Սա ըստ երևույթին մեր ոչ կյանքի ընթացքում մեզ ուղեկցելու է, այո, այս խնդիրը կա։ Ինչ անենք։ Իգնոր անենք, չենք կարող։ Իգնոր անել ամբողջ ասենք գոյությունը, այս անհամաչափ անհնար է, պետք է ուսումնասիրենք, այո, պետք է ուսումնասիրենք, որտեղ էպոսների միջոցով մենք կարող ենք հասկանալ, ընկալել այդ ավանդույթը կրող հանրույթի էթնո-հոգեբանական կերտվածքը, աշխարհընկալումը, մենթալիտետը, ովքեր որ դա չեն արել եւ ղեկավարների չարաչար սխալվել են։ Չի կարելի այդպես անել։ Էպոսներով ճանաչելով իրենց հերոսներին մենք ճանաչում ենք այո իրենց։ Այո, համաձայն եմ։ Եվ պետք է այո ուսումնասիրենք եւ մեր խնդիրն է առաջնահերթ, այո, մենք պետք է ուսումնասիրենք։ Երբ թուրք գիտնականը կուսումնասիրի Սասնա ծռերը, սա մեր հարցը չի։ Եվ ասենք մեր խնդիրը չի այսօր մոտեցնել այդ պահը։ Ցանկությունը պետք է դրսևորվի հակառակ կողմից։ Մենք պետք է ուսումնասիրենք այո թուրքագիտությունը, թուրքական էպոսները եւ առաջերտին այո պետք է ուսումնասիրենք դրանցում պարփակված հայկական սուբստրատը վերհանելու համար։ Դա մեզ համար այո անհրաժեշտություն եւ մենք պետք է անենք։ Հա, համաձայն արևելյան ֆակուլտետը թուրքագիտության բաժինը անում է, չէ՞ դա, ասենք այնտեղ գոնե գիտեմ որ դուք եք դասավանդում այդ հարցը այդ պատասխանը տրվել է որ դա անհրաժեշտ է։ Այո, իհարկե, այդտեղ միանշանակ, ասենք, որևէ երկրորդ կարծիք չի կարող լինել, այո, պետք է դա լինի եւ էպոսագիտությունը հիմնականում դասավանդում է թուրք գրականության դասավանդման շրջանակներում։ Իհարկե, ըստ էության կարելի է որոշակի, ասենք, բարեփոխել եւ այլն, բայց նորից կրկնվեմ, ավելի նեղ մասնագիտական շրջանակներում պետք է արվեն խորքային ուսումնասիրությունները թուրքական էպոսների եւ դրանից հետո արդեն դրանք կարող են դառնալ, ասենք, ավելի լայն լսարանի համար օգտագործելի նյութ։ Հակառակը, երբ որ մենք թողնում ենք, ասենք, եւ դիլետանտական մոտեցում է ցուցաբերվում, սա արդեն ավելի հանգեցնում է, այսպես ասեմ, աղետի, շատ աղետալի է, երբ որ դիլետանտները սկսում են ինչ որ ժողովրդական ստուգաբանության բառեր ստուգաբանել, ասենք, թագավորը մենք պետք է շատ այո զգուշ մեկնաբանենք սա եւ չի կարելի 1-2 գլխում արձանագրված փաստը ընդհանրացնել ամբողջ էպոսի համար։ Ընդհանրապես մենք կարող ենք վերհանել հայկական ողջ, այսպես ենթաշերտը թուրքական էպոսի մեջ գտնվում, որևէ թուրքական էպոսի մեջ։ Խոսքը Դեդե Կորկուտի մասին չի, եւ Քյորոլին իր տարբերակներով, եւ Մելիք Դանիշմենտի մասին էպոսի մեջ, բայց հայկական նյութը ընդհանրացնել ողջ էպոսի համար սա ճիշտ մոտեցում չէ, սա գիտական մոտեցում չէ։ Մենք պետք է նկատի ունենանք, որ դրանք ունեն բազմաթիվ ճյուղավորումներ, բազմաթիվ տարբերակներ, եւ եթե մեկը շատ է, ասենք, հայկական ենթաշերտի արկայությունը դրսևորում, պարտադիր չի, որ բոլորի համար դա լինի։ Եվ այո, մենք էլ պետք է խուսափենք այս դիլետանտական մոտեցումից։ Ես ցավ եմ արձանագրում, ինքս ժամանակին բավական տարիներ առաջ հոդվածաշար եմ ունեցել, հոդվածներ եմ գրել, ցավով եմ անդրադառնում այսօր, ասենք, բնականաբար ոչ մասնագետ, ասենք, մոտեցում կա, ոչ մասնագիտական, մի դեպքում երիտասարդներ են, որ բնականաբար ներելի է, մյուս դեպքում, ասենք, խոսքը օտարազգի գիտնականների մասին է, նյութը անհիմն կերպով, այսինքն վերցվում է, ընդհանրացվում է եւ գիտեք ինչ, սա ծիծաղելի դրության մեջ է մեզ թողնում, որովհետեւ մենք պատմություն ստեղծելու ժողովուրդ չենք, մենք դրա կարիքը չունենք, նամական հարուստ մշակույթ ունենք, պատմություն ունենք, վերագրելու կարիք չունենք, նոր բաներ հորինելը դա հիմարություն է, ուղղակի կներեք էլ այդ բառը։ Իհարկե դա կատարյալ հիմարություն է, երբ որ հարցը հասնում է դիլետանտներին, բոլորը չեն, որ Հենրի Շլիմանն է, ներողություն, Շլիմանը դա ֆենոմեն էր, ենթադրեց գնաց Տրոյան գտավ, դիլետանտը մնում է դիլետանտ եւ արևելագիտականի բակալավրիատը մագիստրատուրան ավարտած որևէ ուսանող ցանկալի է անհամեմատ 100 անգամ ավելի ցանկալի է, քան թե որևէ դիլետանտ։ Հա,
Համաձայն եմ։ Այսինքն այստեղ հարցը այն է, որ լսարանն է փորձում այդ հարցերը քննարկել, որ շրջանակներն են դրանք քննարկում։ Մենք շատ ծիծաղելի իրավիճակների մեջ կարող ենք ընկնել, եթե դրանք որպես հիմք ունենք, ցավոք դրանք սպրդում են։ Եվ գիտական գրականություն, Վիկիպեդիան ոչ մի կանոնական գիտական հիմք, ասենք, չենք կարող մենք դրան վերագրել, բայց Վիկիպեդիայի միջոցով շատերն են տեղյակ լինում։ Եթե մենք կարդանք Վիկիպեդիայի մասին, Վիկիպեդիայի մեջ ներություն, ասենք, Քյորողլի էպոսի մասին, ինչեր է գրված, ընդհանուր նաև որ հայկական ծագում է վերագրվում, չգիտեմ ինչ, եւ սա խայտարակություն է, որովհետեւ Քյորողլի էպոսով զբաղվել է ոչ մասնագետ մարդը, զբաղվել է մարդ, որ ինքն հրճակել է, ասենք, աշուղագետ, եւ չգիտենք ինչ, ասենք, աստիճանի ուսումնասիրած եղել, մարդը գրել է ժամանակին, սրանց ասենք 30 եւ ավելի տարիներ առաջ, ուղղակի դարձել է հիմք, վերցվել է, դրվել է։ Բաները գնացել են, հա։ Ամելյան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր էր այս հատվածը։ Շնորհակալ եմ դեր աշխատանքի համար եւ որ եկաք ինձ հյուր եւ հաջողություն դեր աշխատանքում։